Բարև ձեզ։ Դուք դիտում եք հեռանկարը եւ ես զրուցում եմ գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն Ստեփան։ Մենք խոսելու ենք մեծ 20-յակի համաժողովի գագաթաժողովի մասին եւ այն ազդեցության մասին, որը կարող է թողնել այդ համաժողովը տարածաշրջանի վրա։ Նախ այս ձևաչափի մասին, այն արդյունավետ է արդյոք, դա կարող է լուծել ինչ-որ խնդիրներ, հակասություններ, որոնք կան 20 եւ ավել ուրեմն սուբյեկտների միջև։ Շնորհակալություն հրավերի համար։ Նու ակնհայտ է, որ եւ մեծ 7-նյակը, հիշում եք 8-նյակ էր, հետո իրանք Ռուսաստանին հանեցին եւ մեծ 20-նյակը շատ կարեւոր են։ Նույնիսկ եթե իրանք որոշումներ չընդունեն կոնկրետ հարցերով, այնուամենայնիվ շատ կարևոր է, երբ որ ամենահզոր 20 երկրների ներկայացուցիչները, ղեկավարները հավաքվում են ու գոնե կիսվում են իրենց կարծիքներով, որ շատ ու շատ գիտեք խնդիրները աշխարհում առաջացնում են ինչու առաջանում են։ Շատ անգամ հենց դրա պատճառով, որ չեն շփվում լիդերները, ասենք տարբեր պատճառներով, տարբեր կարծիք ունենալով, տարբեր հարցերով։ Ես համարում եմ այս հարթակը շատ կարևոր միջազգային հասարակության համար եւ ամենակարևորը գլոբալ հարցերի տեսանկյունից։ Տեսեք, 2008 թվականից մինչև 2008 թվականը հանդիպում էին էլի 20-նյակը, բայց հանդիպում էին ֆինանսների նախարարների մակարդակով։ Երբ որ 2008 թվականի տնտեսական ճգնաժամը սկսվեց, արդեն բարձրագույն մակարդակով են հանդիպում։ Արդյոք դա նշանակում է, որ տնտեսական բաղադրիչը նահանջում է երկրորդ պլան։ Այնուամենայնիվ տնտեսականը միշտ էլ կա։ Գիտեք, ասենք այդ բոլոր գլխավոր բանկերի, համաշխարհային բանկի, այլ բանկերի ներկայացուցիչները ամենախոշոր, բոլորը կան։ Այնուամենայնիվ այդ բաղադրիչը կա, բայց ճիշտ եք, այնուամենայնիվ առաջինը դառնում են քաղաքական մարտահրավերները, օրինակ ահաբեկչությունը, օրինակ կլիմայի խնդիրը։ Դա քաղաքական է։ Այո, դա քաղաքական է, ի վերջո դա կապված է մեր կյանքի հետ, մեր առողջության հետ, դա գլոբալ քաղաքականության եւ այնուամենայնիվ քաղաքական այո խնդիր է։ Դուք գիտեք, որ Միացյալ Նահանգների նախագահն ստորագրեց հրամանագիր, որի համաձայն իրանք պետք է դուրս գան այդ Փարիզյան պայմանագրից ու այն արձագանքը, որը կա, ցույց է տալիս, որ դա քաղաքական է։ Դուք գիտեք, ամբողջ աշխարհը մտահոգված է, ամբողջ աշխարհը խնդիր է բարձրացնում, նույնիսկ Չինաստանը, գիտեք, այդ պայմանագրում կա, Ռուսաստանը կա, բայց Ամերիկան դուրս եկավ։ Ու պարզ է առևտուրը։ Այո, համաձայն եմ, որ նաև առևտուրը, համաձայն է ձեզ հետ ոչ միայն քաղաքական, նաև այս օրակարգում ու միշտ էլ կար համաշխարհային process-ները առևտրի ոլորտում։ Այդ Թրամփը, որ համեստ կանգնած է աչի վրա, նա ասում է, որ այդ գլոբալ տաքացումը ընդհանրապես լուրջ թեմա չի, որ այդպիսի բան գոյություն չունի, որ դա հնարած թեմա է եւ այլն։ Դա հակասում է մնացած աշխարհի ուրեմն տեսակետին։ Պետք չի մոռանալ, որ Թրամփը դա ասել էր նախընտրական կամպանիայի ժամանակ։ Իրան շատ դժվար կլինի հետ կանգնել։ Գիտեք, ինքը մարդ է, որը պոպուլիստական այդ բաները օգտագործեց ընտրարշավի ժամանակ։ Հիմա ինքը չի կարող այդպես հեշտ հետ կանգնել։ Հիշում եք, որ ինքը խոստում էր տալիս պատ շարել Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների միջև։ Դա ի վերջո ճիշտ է խոսանք։ Փայլուն չէ, բայց ճիշտ է ասենք։ Դա պոպուլիստական է ու աշխատեց իրանց երկրում, բայց ինքը պարզ է Միացյալ Նահանգների նախագահան հասկանում է, որ խոստում տվեց հետ կանգնել չի կարողանալու։ Այո, կլիմայի խնդիրը իրոք լուրջ է, դա եւ մասնակիցներն են ասում եւ բոլոր լիդերները։ Դուք գիտեք, մի օր առաջ միջև այսօրը, միջև գագաթաժողովի սկիզբը նույն Տերեզա Մեյը, Մեծ Բրիտանիայի վարչապետը ասաց, որ մենք հույսով ենք, որ կկարողանանք կարծիքը փոխել Թրամփի այդ կլիմայի հարցով։ Դες այդքան կարեւոր է, որ Միացյալ Նահանգներն էլ չէ, լրջագույն երկիր են, եկեք անկեղծ խոսենք, որ նորից ուզում են այդ հարցը բարձրացնել Թրամփի առջև։ Բայց այդ կլիմայի փոփոխությունը մեր տեսանկյունից բավականին անշարժ թեմա է, եթե համեմատենք ահաբեկչության, միգրացիայի եւ պատերազմների հետ, որոնք նույնպես քննարկվելու են այս գագաթաժողովում։ Բայց այնուամենայնիվ Հայաստանը ի պաշտոնե կա այդ process-ում։ Դες Հայաստանի իշխանությունները մտել են այդ պայմանագրի մեջ ու ճիշտ են արել։ Այո, միգուցե այդ խոշոր process-ների մասին է խոսքը, խոշոր արդյունաբերություն ունեցող երկրների մասին է խոսքը, չէ՞, այդ օդը, մթնոլորտը, աղտոտումը, կեղտոտումը, մենք այդ լուման փոքր է մեր լուման այդ խնդրի մեջ, բայց այնուամենայնիվ Հայաստանը
հասկանում է, որ այդ process-ը կարևոր է, դա է պատճառը, որ մենք դրա մեջ կանք, այնուհետ պայմանագրի անդամ ենք, բայց ճիշտ է, գլխավոր պատասխանատվությունը ընկնում է մեծ խաղացողների վրա։ Ահաբեկչության մասին կասկած չկա, որ կընդունվի համատեղ հայտարարություն կամ բանաձև, որտեղ ասվում է, որ 20-ը շարունակում է իր պայքարը ահաբեկչության դեմ։ Այդ բանաձևով ինչ-որ բան կլուծվի։ Գիտեք, լավ կլինի, եթե բանաձև ընդունեն, ես հուսով եմ, որ կուտունեն, բայց մի հարցով կոնսենսուս կլինի, հստակ կարող եմ ասել։ Այդ իսլամական պետության նկատմամբ։ Այ եթե դուք նկատել եք Սիրիայի եթե խնդիրը նայում եք, այնտեղ տարաձայնությունը շատ լուրջ են։ Ոչ միայն Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն եւ այլ։ Շատերի կարծիքները այդ Սիրիայում ընթացող տարբեր են, բայց նայեք բոլորը այնուամենայնիվ զուգահեռ պայքարում են իսլամական պետության դեմ։ Ուրեմն դրական կլինի, որ ընդհանուր ահաբեկչության հետ կապված ընդհանուր ինչ-որ հայտարարություն ընդունվի ու շեշտը դրվի իսլամական պետության դեմ պայքարի։ Ես կարծում եմ այս ոլորտում կոնսենսուս կլինի։ Սաուդյան Արաբիան այ միակ մարդը, որը համապատասխան ուրեմն հագուստով է այնտեղ, նույնպես անդամ է այս 20-յակի եւ Թուրքիան նույնպես նրանք նույնպես պայքարում են ահաբեկչության դեմ, այսինքն նրանք համաձայն են, որ ամբողջ աշխարհը պետք է պայքարի ահաբեկչության դեմ, լինելով դրա սպոնսորներից մեկը։ Նու ես կարծում եմ, որ իսլամական պետության դեմ իրանք էլ պայքարում են։ Գիտեք ինչի, իսլամական պետությունը դարձավ բոլորի համար գլխացավանք, բայց եթե մենք այլ խմբավորումները վերցնենք, ասենք Հեզբոլլան, Ալ-Ղաիդան, այսօր այդ կամ ակտուալ չի, Ալ-Նուսրան, եթե վերցնենք, այո, դուք ճիշտ եք, այդ պետությունների դիրքորոշումը այդ խմբավորումները տարբեր են։ Այո, տարբերություններ կան, ձեզ հետ համաձայն եմ, նյուանսներ կան, բայց գոնե լավ է, որ ընդհանուր առմամբ իրանք դեմ են։ Այդ դեմ են ահաբեկչական խմբերի, դեմ են այն խմբերի, որոնք ապակայունացնում են իրավիճակը։ Այնուամենայնիվ դրա մեջ ինչ-որ դրականը կա։ Նրանք եթե ընդունում են ինչ-որ բանաձև կամ հայտարարություն, դա ինչ-որ իրավական ուժ ունի, թե պարզապես նրանց բարի կամքի դրսևորումն է։ Այո, դա իրավական ուժ չունի, պարզա, մեծ 20-յակը դա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի, որ պարտադիր ուժ ունենա։ Նույնիսկ ԵԱՀԿ գագաթաժողով։ Նույնիսկ ԵԱՀԿ, բայց այնուամենայնիվ, ստեղ գիտեք, եթե պետությունը դեմ է, իր նախագահին ոչ ոք չի ստիպում ստորագրել այդ ընդհանուր հայտարարության։ Ուրեմն ստեղ ինչով է հետագարկել այդ ֆորմատը։ Եթե բոլորը կամք ցուցաբերում են քաղաքական, գոնե դու շանս ունես, որ ինչ որ շարժ կլինի։ Փոքր, բայց կլինի։ Կատարի դեմ պատժամիջոցները դա էլ է քննարկվելու եւ հայտարարվել է, որ դա ուրեմն օրակարգում է, բայց չէ որ հենց Թրամփն է կոպիտ ասած գնացել Սաուդյան Արաբիա եւ բզբզել, որ մնացած արաբական երկրները բոյկոտեն Կատարը։ Ինքը կփոխի իր դիրքորոշումը, այսինքն ինքը համաձայն կլինի, որ այդ իր սատելիտները դադարեցնեն շրջափակումը։ Բայց այստեղ շատ հետաքրքիր հարց բարձրացրեք։ Միաժամանակ դուք գիտեք, որ ամենահզոր ռազմաբազան, եթե այո, ռազմաբազայի ամենահզոր ռազմաբազան Պարսից ծոցում հենց Կատարում է։ Միացյալ Նահանգները, ոչ Թուրքիայի։ Ոչ, Միացյալ Նահանգների, Թուրքիան էլ ունի։ Դա շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է, գիտեք, այստեղ կարելի է ասել, որ Թրամփը այդքան էլ փորձառու չի միջազգային քաղաքականության մեջ։ Միգուցե ինչ որ դրա հետ էլ է կապված իր այցելության ժամանակ Սաուդյան Արաբիայում։ Բայց ինչքան հասկացա, այսօր այնուամենայնիվ Միացյալ Նահանգները թույլ չեն տալիս, որ ուժեղ ճնշեն Կատարին։ Այ եթե դուք նկատել եք, իրանք ասում են բանակցություններ պետք է լինեն ու այն պայմանները, որոնք Կատարի առջև դնում են Սաուդյան Արաբիան եւ այլ երկրները արաբական, ովքեր նույնստեղ գլխավոր դերը գիտեք Սաուդյան Արաբիայի մոտ է, ոչ թե Բախրեյն եւ այլ, իրանք կողմ են Սաուդյան Արաբիայի դիրքորոշման, բայց գլխավորը Սաուդյան Արաբիան։ Այն պայմանները, որոնք իրանք դնում են Կատարի, անհետեցություն է։ Իրանք ասում են փակեք Ալ Ջազիրան, բայց Ալ Ջազիրան դուք գիտեք, ամենաօբյեկտիվ հեռուստաալիքն է այս ամբողջ տարածաշրջանում։ Կամ չի ֆինանսավորեք այդ խմբավորումները, բայց գիտեք ինչի մասին է խոսքը։ Իսլամական պետության խմբավորումները Իրաքում առավանգեցին, պատանդ վերցրեցին Կատարի շեյխերի այդ ընտանիքի անդամներին ու իրենք բարձր գումար տվեցին, որ իրենք բաց թողնեն։ Հիմա իրենց ինչու մեղադրում են, որ դուք ֆինանսավորեցին։ Ուրեմն ստեղ ինչ եմ ուզում ասել, մեկնաբանության խնդիրները իրոք դուք ճիշտ եք, շատ տարբեր են։ Ասենք այս ձևի քայլ անելը, փրկել
իրանց քաղաքացիներին Կատարի ղեկավարությունը փրկեց, չէ, իրանց քաղաքացիներին մահից։ Իրենք մեկնաբանում են որպես ֆինանսավորում ահաբեկչության։ Այստեղ նյուանսներ կան։ Բացի դրանից դուք գիտեք, որ Կատարի իշխանությունները բավական լավ հարաբերությունների մեջ են Իրանի հետ։ Նու ես չեմ ասում, որ Եվ պահանջներից մեկը Իրանի հետ հարաբերությունները խզելը։ Բայց ոնց է, անկախ պետություն է, ուզում է ունենալ ինչ որ կոնտակտներ։ Իրենք ասում են, չէ, կամ խզեք, կամ փոքրացրեք այդ։ Գիտեք, մենք էլ ունենք հիմա Կատարի հետ, այսօր ունենք առանց վիզայի ռեժիմ։ Ունենք հարաբերություններ, պատկերացնում ենք Հայաստանը առանց վիզայի ռեժիմ ունի։ Լավ է թե վատ է։ Ես կարծում եմ, որ շատ լավ է։ Իրանք հարուստ են, իրանք կգան զբոսաշրջության ստեղ, կգան կհանգստանան, փող կծախսեն, բայց ով կարող է մեզ ասել, գիտեք ինչը չաշխատեք Կատարի հետ։ Մենակ Ռուսաստանը։ Մենակ Ռուսաստանը։ Ստեփան Գրիգորյանի հետ զրույցը մենք կշարունակենք գովազդային ընդմիջումից հետո։ Դուք դիտում եք հեռանկարը եւ մենք զրուցում ենք գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Սիրիան նախորդ հայտարարվեց, որ Սիրիայի հարցը քննարկվելու է 20-յակի գագաթաժողովում եւ մասնավորապես Թրամփի եւ Պուտինի ուրեմն հանդիպման ժամանակ։ Քանի որ մենք առայժմ չգիտենք, թե ինչով է այն ավարտվել, այնուամենայնիվ կա հնարավորություն ինչ որ առաջընթացի։ Նախ ուզում եմ ասել, երբ որ մենք խոսում ենք գագաթաժողովի մասին, այնտեղ երկու ֆորմատներ կան։ Մեծ ֆորմատ, երբ որ մեծ սեղանի շուրջ բոլոր 20-ը հավաքվեն ու քննարկեն տարբեր հարցեր, նաև այդ թվում Սիրիայի, նաև այդ թվում հյուսիսային Կորեայի հարցը, բայց կա զուգահեռ երկկողմ հանդիպումների ֆորմատ։ Դուք գիտեք, կուլուարներում անընդհատ հանդիպում են տարբեր երկրների նախագահներ, օրինակ մի քանի րոպե առաջ ավարտվեց, ասենք, Թրամփի եւ Մեքսիկայի նախագահի հանդիպումը։ Ու այս գագաթաժողովում գլխավոր այդ մեծ ֆորմատը չի լինի, հենց Պուտին-Թրամփ հանդիպումը։ Այո, մեծ սեղանի շուրջ 20 երկրի ղեկավարները նաեւ Սիրիայի հարցը կքննարկեն, բայց գլխավորը այդ պահը չի լինի։ Այդ երկկողմ հանդիպումները Պուտին-Թրամփ, դա է գլխավոր ինտրիգը այս գագաթաժողովի։ Ես կասկածում եմ, որ իրանք ընդհանուր որոշումների կգան, ինչու։ Տրամփը իրոք լի է վճռականության նույնիսկ գնալ ինչ-որ զիջումների։ Նու գոնե ինքը այդպես հայտարարում է։ Պուտինի քաղաքականությունը գիտեք ուրիշ է։ Ես ուշադիր հետևում եմ, Պուտինը ինչ է ասում։ Մենք տեսնում ենք լուծումը այսպես։ Ուզում ենք ընդունենք, չէ, հարց չկա, մենք գնանք, մենք գործով կզբաղվենք։ Ու ստեղ է, որ կարևոր է այդ պայից, որ Պուտինը ասի Տրամփին, ոնց է ինքը տեսնում Սիրիայի հարցը, կարևոր է ռեակցիան Տրամփին, ու ես համոզված չեմ, որ այդ ռեակցիան կլինի, ասենք, հանգիստ։ Ինքը կհասկանա, որ Պուտինը այն մարդը չի, որ հակված է կոմպրոմիսներին։ Այդ Տրամփը ինչքան էլ էմոցիոնալ չլինի, ինքը հակված է ինչ-որ, դա արևմտյան կուլտուրա է, ինքը հակված է ինչ-որ գալ փողզիջումների եւ այլն։ Պուտինի մոտ դա չկա, ու ստեղ որ կարող են լինել, նո ես չեմ ասում անցանկալի, ուղղակի Տրամփը կհասկանա, որ գալ ընդհանուրի շատ դժվար կլինի։ Պատահականություն է արդյոք նայեք, որ Պուտինը կանգնած է Չինաստանի նախագահի եւ Էրդողանի արանքում։ Այդ արարողակը ինչ է ասում, նրանք ինչպես պետք է ուրեմն կանգնեն, չգիտեմ, այ բնական կարգով, չգիտեմ, վիճակահանությամբ։ Գիտեք, նախկինում ես հիշում եմ, որ այբենական կարգով էր, բայց հիմա երբ որ նայում եմ, կարող է փոխվեց, կարող է այնտեղ տարանձայնություններ կան, ով որտեղ կանգնի, ուրեմն վիճակահանությամբ իրանք կանգնեցին, իմ կարծիքով։ Բայց նույնիսկ եթե վիճականում շատ հետաքրքիր է, որ հատկանշական է, որ Չինաստանի ղեկավարը Թուրքիայի եւ Ռուսաստանի միասին են կանգնած, բայց չեմ կարծում, որ դա միտումնավոր է արված, այդպես ստացվեց։ 2 օր առաջ հիշում եք Թրամփը Լեհաստանում բավականին անհաճո բաներ ասած Ռուսաստանի հասցեին, ասած, որ Ռուսաստանը ապակայունացնում է վիճակը եւ այլն, դա ինչ որ բանակցային դիրքերը ուժեղացնելու քայլ էր, ինչ էր։ Դուք շատ կարևոր հարց շոշափեցիք, շատ բան լուծվեց միջև Գամբուրգ, միջև այդ գագաթաժողով։ Հիշում եք 2-3 օր առաջ, երբ որ Չինաստանի նախագահան այցելեց Ռուսաստան։ Հիշում եք ինչ հայտարարություն արեցին, շատ հետաքրքիր։ Իրանք համատեղ հայտարարություն արեցին, պատկերացնում եք Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահները։ Ասեցին Հյուսիսային Կորեայի քայլերը մենք չենք ողջունում, այդ գիտեք, միջուկային զենք ձեռք բերելու փորձարկումներ եւ այլ, բալիստիկ այդ հրթիռների, բայց
Միաժամանակ մենք ասում ենք Միացյալ Նահանգներ դուք սխալ եք անում, որ ռազմականացնում եք այդ թերակղզին կորեական։ Դուք գիտեք, Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան տեղադրեցին Հարավային Կորեայում Միացյալ Նահանգները հակահրթիռային համակարգեր։ Ռուսաստանն ու Չինաստանը միասին դա ինչ է նշանակում։ Միջև գագաթաժողով հիմա Տրամպը գիտի, որ իրանք այդ սահմանը բերեցին։ Տրամպը մյուս կողմից եկավ Վարշավա։ Տեսակ ինքը չեկավ ուղղակիորեն Գերմանիա։ Ինքը եկավ Վարշավա, ցույց տվեց, որ Վարշավան արևելյան ֆլանգը ՆԱՏՕ-ի շատ կարևոր է, ու այդ հայտարարությունները ձեզ ասած արեց։ Դա գիտեք ինչ է, իրանք սահմաններ են գծում միջև գագաթաժողով։ Ուրեմն Ռուսաստանի մեսեջ ուղարկված է Պուտինին։ Իմացի, որ ստեղ մենք կշոշափենք այդ հարցը։ Դու չես կարող, ասենք, վրա տաս Լեհաստանին կամ Բալտյան երկրներին, մենք կպաշտպանենք։ Ռուսաստանը մեսեջ ուղարկեց։ Նայեք, դուք իրավունք չունեք ռազմականացնել, այսինքն կորեական թերակղզին։ Միտքս ինչու եք անում։ Այս մեսեջները շատ լուրջ են։ Իրանք սահմանները գծում են։ Կարմիր գծեր, այսպես ասած։ Կարմիր գծեր, այն սահմանները, որից դուրս Տրամպը չի դուրս գա։ Օրինակ Ռուսաստանը չի կարողանալու համոզել Տրամպին, որ Լեհաստանը վատն է։ Այդ ուզում էր ասել Տրամպը։ Եվ այդ շրջանակներում հետաքրքիր է, որ Համբուրգում նախատեսվում է Պուտինի հանդիպումը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարների հետ, պարզ է, որ Հյուսիսային Կորեայի հարցով։ Դա Հարավային Կորեայի հանդիպումը կայացավ միջև գալստեղ, ես կարդացի, որ կայացավ, ու այնտեղ ինչ որ հայտարարություններ ընդհանուր արվեցին, որ օրինակ Ռուսաստանը մեծ տեղ է տալիս Հարավային Կորեայի քաղաքականությանը, հիմա արդյունքները մի քիչ ավելի ուշ կստանանք, ավելի մանրամասն տեղեկություններն, ու հասկանալի է, հիմա գնում է այդ աշխատանքը երկկողմ հանդիպումների, բայց Հարավային Կորեայի նախագահի հետ Պուտինը հանդիպեց, մի քիչ ավելի ուշ կտեսնենք ինչա ինչ արդյունքներ կտվեց։ Եվ մեր տարածաշրջանի վերաբերյալ հնարավոր է արդյոք, որ որևէ ձևով շոշափվի երկկողմ ձեր ասած կուլորային կամ ընդհանուր հանդիպման ժամանակ Արցախի հարցը։ Նու կասկած ես չունեմ, որ այս վերջի 3 օրվա, 4 օրվա լարվածությունը եւ ամսի 4-ին, երբ որ ադրբեջանցիք հարվածեցին համակարգով, որը շատ մոտ է գրադի, փոքր տեսակն է գրադի, եւ գիտեք այսօր էլ լարվածությունը շատ լուրջ է։ Այսինքն նրանք հարվածում են հենց նրա համար, որ ուշադրություն դարձնի։ Պատճառները տարբեր են, բայց կարևորագույն պատճառներից մեկը հենց գագաթաժողովի ուշադրությունը դարձնելն է։ Գիտեք, մի բան է, որ ոչ մի բան չի կատարվում, ու իրանք փորձում են օրակարգ մտցնել Ղարաբաղի հարցը, որը պարզ է համեմատ Սիրիայի հարցի հետ, Ուկրաինայի հարցի հետ, համեմատ այդ կլիմայի խնդիրների հետ, այդ կամ գլոբալ հարց չի, ակնհայտ է, որ չես կարողանալու մտցնել։ Մի այլ բան է, եթե սրումը գնում է, երբ որ կրակոցներ, զոհված մարդիկ, ակնհայտ է ավելի հեշտ է, օրինակ Թուրքիայի նախագահան կարող է առիթը օգտագործելով, ասենք ինչ որ հայտարարություններ անի հակահայկական այնտեղ։ Ուրեմն օրակարգ մտցնելը անհնար է, այդ հարցը կենտրոնում չի աշխարհի, բայց դա թույլ է տալիս այդ լարվածությունը ինչ որ չափով հնչեցնել Ղարաբաղի հարցը, օրինակ Թուրքիայի նախագահի միջոցով գագաթաժողովում։ Ես թույլ տվեք ենթադրեմ, կանխատեսեմ, որ եթե անդրադարձ լինի Ղարաբաղի հարցի, ապա կլինի մի հայտարարություն, ընդհանուր հայտարարության մեջ մի տող, որտեղ կասվի, որ մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խաղաղություն հաստատելու հարցում եւ կոչ ենք անում կողմերին զերծ մնալ բռնությունից։ Դա ինչ որ բան տալիս է մեզ կամ տարածաշրջանին։ Նու եթե դա լինի, վատ չի։ Այս ձևակերպով մեզ համար վատ չի։ Եթե իրանք հենվեն Մինսկի խմբի վրա, ԵԱՀԿ-ի Մինսկը մեծ ձեռնտու է։ Հենց Ադրբեջանի այս վերջի քայլերը ինչին են միտված։ Լարվածությունը մեծացնել ուշադրությունը գրավել եւ տեղափոխել Մինսկի խմբից։ Եթե այստեղ հայտարարություն լինի նու առաջի հերթին համանախագահող երկրների կողմից, այլ ամբողջ սամիտից կարողա չլինի, բայց համանախագահող երկրների բոլորը այնտեղ են, չէ, նախագահները Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի։ Եթե իրանք անեն, ես կարծում եմ վատ չի լինի։ Եթե հասցեական նույնիսկ չասեն, որ Ադրբեջանը մեղավոր է, բայց ասեն, որ Մինսկի խումբ կա, ձեր ասած այդ ձևակերպումները, ես կարծում եմ վատ չի։ Դուք գիտեք, որ այսօր նույնիսկ ՄԱԿ-ը արձագանքեց նորից, ՄԱԿ-ի օֆիցիալ
պաշտոնական դեմքերը հայտարարեցին, որ մտահոգված են այն իրավիճակից, որը այնտեղ կա, այդ Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ այլ, այո, մենք էլ մտահոգված ենք, բայց սկսեք զբաղվել Ադրբեջանով։ Այդպիսի բան է ասում ՄԱԿ-ը։ Չէ, ՄԱԿ-ը այդպես բան չի ասում, բայց իրանք ասեցին, մենք կոչ ենք անում կողմերին, անցնել բանակցությունների, ոչ մի դեպքում չի սրել իրավիճակը, խոսվեց այդ զոհերի մասին քաղաքացիական, մենք էլ ցավակցում ենք։ Ես ճիշտ է դες ասեմ, երբ որ քաղաքացիական մարդիկ զոհվում են, մենք ցավակցում ենք, բայց գլխավորը մեր ասածը գիտեք ինչ է պետք է լինի։ Ուսումնասիրեք։ Այդ ինչից ստացվեց, որ մարդիկ զոհվեցին, 2 տարեկան երեխա զոհվեց։ Հենց դրանից, որ Ադրբեջանը պրովոկացիոն քաղաքացիություն է վարում, հենց դրանից, որ Ադրբեջանը զենքերը տեղավորում է գյուղերում, բնակավայրերում, ինչը պարզ է, երբ որ մենք պատասխանում ենք, բարձրացնում է վտանգը, ասենք, որ կտուժվեն քաղաքացիները տարբեր երկրների կամ Ղարաբաղի կամ Հայաստանի կամ Ադրբեջանի, բայց հասցեական ասեք, այդ դեպքում փոփոխություն կլինի, բայց այնուամենայնիվ, նույնիսկ կիսանեյտրալ այս ձևի հայտարարություն մեծ ձեռնտու է։ Այսինքն դուք չեք կանխատեսում, որ G20-ում կլինի հակահայկական ինչ-որ մոտիվներով հայտարարություն, այդքան Էրդողանը ազդեցիկ լինի այդ երկրներին։ Ну, ես կարծում եմ, եթե Էրդողանը փորձի կոշտ դիրքորոշում ցուցաբերել, դա մեծ ձեռնտու է։ Եթե ինքը սխալ անի, բայց ես չեմ կարծում, որ այս ձև է սխալ անի։ Ինչու է ձեռնտու։ Քանի որ Էրդողանին, ես չգիտեմ, համոզված եմ, որ դուք գիտեք, Էրդողանին Գերմանիայի կառավարությունը արգելեց այս այցելության ժամանակ Համբուրգ հանդիպել գերմանական համայնքի հետ։ Թուրքական համայնքի։ Կներեք թուրքական համայնքի հետ, բայց դու գիտեք, մեծ մասը, երբ որ ասում են Գերմանիայում թուրքերը մեծ թվով են ապրում, մեծ մասը ապրում է Համբուրգում։ Համբուրգի համայնքը ամենամեծն է թուրքական համայնքներից Գերմանիայում արգելեցին։ Ուրեմն դուք պատկերացնում եք ինչ տրամադրություններ են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում Թուրքիայի նկատմամբ էտել են պատմությունը հիշում եք թիկնապաների Թուրքիայի պրեզիդենտի Միացյալ Նահանգներում ու պարզ է որ եթե ինքը շատ ուզենա ինչ որ բան անցկացնել հակառակ ռեակցիա կլինի։ Շնորհակալություն։ Ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Դուք դիտում եք հեռանկարը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։